Բարություն մեջ։ Սա քեզ։ Շնորհակալ եմ իհարկե։ Ինչ որ առիթ կա։ Չէ, պարզապես անցնում էի օֆիսիդ կողքով, մտածեցի կամ տեսնեմ ոնց ես։ Լավ ես արել, որ եկել ես։ Նստի հիմա կասեմ սուրճ կբերեն։ Առաջարկում եմ դուրս սրճենք։ Դե նկատի ունեմ սրճարան կամ ռեստորան։ Պարզ է հիմա ամեն ինչ։ Սոնա, ես իրականում ռոմանտիկ մարդ չեմ։ Ու չգիտեմ գեղեցիկ սիրո խոստովանությունների ձևը։ Բայց մի բան հաստատ գիտեմ, որ խելագարի պես սիրում եմ քեզ։ Ու քո սիրուն արժանանալու համար պատրաստ եմ ամեն ինչ։ Երբվանից ես դու ինձ սիրահարված։ Հենց սկսած, երբ առաջին անգամ քեզ տեսա։ Այսինքն 5 տարի։ Հա։ Դու 5 տարի լռել ես։ Անգամ փոքրիկ ուշադրության նշաններ ցույց չես տվել, որ հասկանամ, թե անտարբեր չես իմ հանդեպ։ Հիմա եկել ես ու անսպասելի սեր ես խոստովանում։ Ես դա իմ մեջ եմ գրել, մտածելով, որ պատրաստ չեմ։ Ենթադրում եմ, որ պապան տեղյակ է քո մտադրություններից։ Ես չէի կարող նրան քո հանդեպ իմ զգացմունքների մասին չասել։ Ես քեզ հասկանում եմ։ Բայց ոչ մի զգացմունք չունեմ քո հանդեպ։ Կներես։ Սոնա, ես գիտեմ, որ դու ինձ միայն մի կողմից ես ճանաչել։ Բայց խնդրում եմ, ինձ մի հնարավորություն տուր։ Ես կապացուցեմ, որ արժանի եմ քեզ։ Չեմ կարող, Սեթո։ Ես ինքս ինձ խոստացել եմ, որ իմ ընտրյալը ոչ մի կապ չի ունենալու կրիմինալ աշխարհի հետ։ Ես հանուն քեզ պատրաստ եմ այդ աշխարհը թողնել։ Դու միգուցե բաց թողնես։ Բայց այդ աշխարհը քեզ երբեք բաց չի թողնի։ Ծաղիկների համար շնորհակալ եմ։ Ցտեսություն։ Հաջողություն։ Ես խոսացի Շախի հետ Արեբով։ Ասում որ հանդիպել է հետը, բայց նրան հետ ասման հետ կապ չունի։ Այդպես պետք է ասել էլի Սերգո ջան։ Հարցն այն չի, թե ինչ է ինքը ասում Օհան։ Հարցն այն է։ Ինքը այդքան դուխ կաներ մեր դեմ դուրս գար, թե չէ։ Հաստատ հա։ Մանավանդ երբ խոսքը իր սեփական երեխուն է վերաբերում։ Բայց այդ փաշ չի, որ ինքն է Արոյին կորցրել։ Ես ուզում եմ, որ դու ճշտես իմ համար Օհան։ Դժվար բան ես ասում։ Գիտեմ, բայց պետք է։ Արոն շատ կարևոր ու վստահելի մարդ էր Կազոնյանների համար։ Ու նրա անհետացումը լիքը պրոբլեմներ առաջացրել։ Փորձեմ ավելի խորը փորփրեմ։ Բայց ոչ բան չեմ խոստանում։ Եթե Արոն Շախի ձեռով է գնացել, ուրեմն Ռաֆի մատնել է խառը այս գործի մեջ։ Դրանում կասկած չկա։ Ռաֆն է Շախի սաղ կեղտոտ գործեր անում։ Բայց դեռ մի բան էլ կա Սերգո։
Եթե մենք Ռաֆին նեղենք, շախը կարող է խառնվել այս թեմային։ Շախը քո օքսը չի։ Դու ճիշտ ես ինֆորմացիան մնացածը ես կանեմ։ Հասկացա քեզ Սերգո ջան։ Բան իմացար մի անգամից կապի հետ ես։ Անպայման։ Դրսում հանդիպեինք։ Տանն ավելի ապահով է, իսկ եթե Սերգոն ինձ հետևում է։ Կազումյանները հիմա ավելի մեծ խնդիրներ ունեն, քան թե դու ես։ Երկրորդն էլ թաղամասում 1 ժամից ավել ման եմ եկել նոր եմ բարձրացել։ Ոչ չկա։ Կոկայինի հարցերը լուծել եմ։ Սերգոյին կարող ես արդեն տեղյակ պահել, բայց ասա, որ մի քանի օրից Հայաստանում կլինի։ Հասկացա հարցերը տալու ինչ ոնց ինչ ճանապարհներ։ Դու այդ հարցերի պատասխանները գիտես։ Բերդում էլ գիտեի։ Այդ քո մարդը ինձ փաստի առաջ կանգնացրեց Սերգոյին ասելով, որ ինձ չի ճանաչում։ Ես քեզ խոստանում եմ, որ նման բան չի կրկնվի։ Ինձ մանրամասն ինֆորմացիա պետք Ռաֆի մասին, ընկերներ, անուններ, ամեն ինչ ինչով ասվաղվում։ Ես հենց դրա համար էլ եկել եմ։ Այստեղ ամբողջ ինֆորմացիան է Ռաֆի մարդկանց մասին։ Ուսումնասիրի ոնց որ հարկն է։ Հյուր է սպասում։ Չէ։ Քուրեսը։ Ասում է իր տեղյակ չի, որ Հայաստանում ես։ Ես ոչ մի բան չեմ ասել։ Արման բացի դուրը, գիտեմ որ տանն է։ Ավելի լավ է բաց արա դուռը, քանի հարևանները դուրս չեն եկել տներից։ Ես լոգարանում կթաքնվեմ։ Հետաքրքիր է երբ էիր պատրաստվում ինձ ասել, որ Հայաստան ես վերադարձել։ Ոնց ես իմացել, որ եկել եմ։ Հարևաններից։ Տիկին Անուշը քեզ տեսել է ու ինձ ազանգել։ Ես ուզում էի զանգեի ուղղակի։ Ակուպերես։ Ոնց էի քեզ կորտել։ Ես եմ քեզ։ Դերսարի։ Մենակ ես։ Մերսանի։ Մտածում ես եկել եմ քեզ սպանը։ Քեզանից ամեն ինչ սպասելի է։ Չես վստահ։ Հիմա ես ոչ մեկի չեմ վստահում։ Դրա համար էլ հյուրանոցում եմ ապրում։ Ու մեր այս հանդիպումից հետո նորից տեղս պիտի փոխեմ։ Ես քո թշնամին չեմ։ Եթե նույնիսկ տենց է, դու չես կարող ինձ սեմից պաշտպանել։ Ես պրոբլեմ եմ դարձել Կազումյանների համար։ Իսկ Կազումյանները պրոբլեմները վերացնելու վարպետներ են։ Ու երբ լորդի աղջիկը չլինի,
Իմ ապրելը իմաստ չունի։ Ինձ կվերացնեն։ Ես թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա։ Դու ինչի ես հիմա այստեղ, Սաթեն։ Դու մեծ սխալ ես գործել, որ որոշել ես Ռազին ու Ավոյին սպանել։ Եթե ես փորձեի, նրանք հիմա ողջ չէին լինի։ Եթե ինքը տանեիր միգուցե, բայց պատվերը ուրիշին ես տվել։ Իրանք էլ ձախողել են։ Ես դրա հետ կապ չունեմ։ Ես քեզ չեմ հավատում։ Ես համարյա վստահ եմ, որ դա քո ձեռքի գործն է։ Սխալվում ես։ Հնարավոր է։ Բայց հիմա մենք իզուր ժամանակ ենք վատնում։ Ինչ առումով։ Սեմն ասում էր, որ քիլլերներից մեկը նրանց մոտ է։ Եվ հնարավոր է, որ արդեն գիտեն պատվիրատուի անունը։ Ու դա ես չեմ։ Հակառակ դեպքում մենք հիմա այստեղ իրար հետ չէինք խոսի։ Դու հավատարիմ ծառայել ես հորս, իսկ հետո ինձ։ Եվ ես ուզում եմ, որ ամեն ինչ մնա նույնը։ Հավատարմությունը գին ունի, Սաթեն, որը դու հիմա վճարել չես կարող։ Դու չգիտես ես ինչերի եմ ընդունակ։ Գիտեմ։ Ավելի քան որևիցե մեկը։ Դու խելացի ես, հաշվենկատ ու դաժան։ Ես դա որպես կոմպլիմենտ կընդունեմ։ Բայց երբ դու ընտրության առաջ կանգնես, ես թե ընտանիքդ, դու կընտրես ընտանիքդ։ Ես թույլ չեմ տա, որ բանը դրան հասնի։ Ես վստահ եմ, որ դու սրանով կանգ չես առնելու, Սաթեն։ Դու ավելի մեծ նպատակներ ունես, քան Ավոյին ու լորդին վերացնելը։ Որն է քո հաջորդ քայլը, Սաթեն։ Կիմանաս, երբ ժամանակը կա։ Իսկ հիմա քո միակ խնդիրը լորդի աղջկան վերացնելն է։ Ինչ ես տենց նայում։ Ինչ ա եղել։ Չեմ հիշում վերջին անգամ երբեր իմ համար սուրճ պատրաստել։ Փաստորեն 3 օր է արդեն ինչ դու Հայաստանում ես, բայց չես բարեհաճել նույնիսկ ինձ այդ մասին տեղյակ պահես։ Որոշել եմ վաղը զանգել։ Լավ, ունես չունես այս աշխարհում մի քույր ունես։ Կարելի էր, չէ՞, գոնե մի քիչ։ Էլ մի սկսի։ Ավելավոր պատմի տեսնեմ ոնց ես։ Նույնը։ Տուն, աշխատանք, ամուսին, երեխաներ։ Տան ամեն ինչ նորմալ է։ Լավ ամեն ինչ։ Կարենը վատ չի վաստակում։ Դե, վարկերել էլ չունենք։ Աստորեն լավ էլ դզված եք։ Գիտես, այս հիպոթեկը, որ վերջնական փակեցինք, երդվեցի, որ էլ երբեք վարկ չենք վերցնելու։ Էս էլ մեր սուրճը։ Բա երբ ես գալու մեր տուն։ Վաղը թռնում եմ Փարիզ։ Ասում էիր, որ մի տարի է տևելու վերապատրաստումներդ։ Ամեն ինչ շիվանից ինձ է կախված։ Կարեն տեղյակ է, որ ես Հայաստանում։ Չէ, դեռ ոչ մի քիչ չեմ ասել։ Հենց հարևանուին զանգեց, մի անգամից եկա։ Ման թող այդպես էլ մնա։ Ինչի։ Էլի ինչ-որ խառը պատմությունների մեջ ես ընկել։
թե ոստիկանական գաղտնի օպերացիայի ես մասնակցում։ Ավելորդ հարցեր մի դուր գիտես չեմ պատասխանի։ Ուղղակի գաղտնիությունը անվտանգության համար է կարևոր։ Լավ։ Ոչ մեկ չի իմանա։ Երդվում եմ։ Ապրես։ Իսկ վերջնական երբ կգաս։ Մի քանի ամսից։ Դե լավ, պատմի տեսնեմ Փարիզում կյանքը ոնց է անցնում։ Ես հիմա մենակ լորդի ու շախի հետ պատերազմն է պակասում, Սերգո։ Ինչ ես առաջարկում, Սեմ։ Ոչ մի բան չանենք, համակերպվենք այն մտքի հետ, որ Արոյի գլուխը կերել են, հա։ Եթե լա ապացուցել է պետք։ Կապացուցենք։ Ու հենց ապացուցեցինք շախը չէ, ով ուզում է լինի, գլխով է պատասխան տալու, Սեմ։ Սերգո, մենք հիմա ավելի շատ մեծ պրոբլեմներ ունենք, քան Արոյի նման նարկոշի անհետացումը։ Սեմ, Արոն մեր մարդն էր։ Ու եթե քայլ չարեցինք, այդ որպես թուլություն է ընդունվելու։ Դու ինչ ես այդպես սուսուփուս նստել նայում։ Թատրոն ես եկել։ Ասելու բան չունես։ Ես Սերգոյի հետ համաձայն եմ։ Մեր եղած խնդիրներից բացի մենք պետք է ինքնահոսի չթողենք մնացած հարցերը։ Դե եթե իհարկե 100% վստահ ենք, որ դա շախն է։ Պապ Շավոն կուրսի է թեմաներից։ Դու դրանով Շավոյին լավություն չես արել, Վիգեն։ Վիգենը մեղ չունի, քեռի։ Ես ես ընտանիքից եմ, ու չեմ կարող կողքից նայողի դերում լինեմ։ Լորդն է։ Տարվա ամենասպասված հայկական համերգային երեկոն Ակուակալենտեի շքեղ դշոու համերգասրահում հուլիսի 25-ին տեղի կունենա լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի մենահամերգը։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը հենց հիմա, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Բաց մի թողեք բացառիկ հնարավորություն վայելելու անմոռանալի երեկո եւ կենթանի հանդիպում ունենալ լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ։ Դե ինչ, հանդիպում ենք հուլիսի 25-ին երեկոյան ժամը 6:30-ին Ակուակալենտեի դշոու համերգասրահում։ Ինչպես են համաշխարհային աստղերը մեկ էլ հանկարծ երիտասարդանում։ Գաղտնիքը բացահայտված է եւ այժմ հասանելի է հենց այստեղ, Գլենդելում։ Կորեական այս սարքը առանց վիրահատության ձգում եւ երիտասարդացնում է մաշկը ու կնճիռները չքվում են։ Այլևս ոչ մի սրսկում, ոչ մի կտրվածք եւ ոչ էլ վերականգնողական շրջան։ Միայն քուլուքսում, ոչ վիրահատական facelift բոլորովին անցավ։ Ընդամենը 20 րոպե հետո դուք վերադառնում եք աշխատանքի 20 տարի երիտասարդացած։ Սա իսկապես հրաշք է։ Զանգահարեք հենց հիմա 818 418 1111։ Քուլուքս, դուք նորից երիտասարդ եք։ Դենտալուքսը միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Դենտալուքս միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բերանի ամբողջական պատկերը, բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաեւ գերժամանակակից լաբորատորիան, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար։ Իմպլանտներ, վինիրներ, ընդբուրում ճշգրիտ, այնպես ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարեւոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։ Հետ մի գցեք։ Զանգահարեք հիմա 818 418 5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, 2-րդ հարկ, Dentalux։ Ուղղակի հրաշք ատամնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն։ Ուղղակի եկեք եւ մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք։ Dentalux, գերարդիական կլինիկա, 818 418 5555։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։
Enhanced Audiology կլինիկան գործում է երկու քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են Medical, Medicare եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Տարվա ամենասպասված հայկական համերգային երեկոն Aquacaliente-ի շքեղ The Show համերգասրահում հուլիսի 25-ին տեղի կունենա լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի մենահամերգը։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը հենց հիմա, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Բաց մի թողեք բացառիկ հնարավորություն վայելելու անմոռանալի երեկո եւ կենթանի հանդիպում ունենալ լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ։ Դե ինչ, հանդիպում ենք հուլիսի 25-ին երեկոյան ժամը 6:30-ին Aquacaliente-ի The Show համերգասրահում։ Լսում եմ, լորդ։ Երբ։ Թեման ինչ է։ Աստորեն բոլորը ներկա են լինելու։ Լավ, հասկացա քեզ։ Կգանք։ Ավոն 2 ժամից հավաքը հրավիրել։ Ոնց հասկացա թեման պարզ չէր։ Լորդը բան չասեց։ Ուրեմն քիլերն անուններ է տվել։ Ու հավաքի ժամանակ այդ անունները կասվեն։ Թող ասվեն։ Մենք մտածելու բան չունենք։ Իսկ ես մտածում եմ, եթե Ավոն Զակաշիկի անունը իմանար, հավաք չէր հրավիրի, որ թույլտվություն հարցներ, բաժի թե չէ։ Ստեղ ուրիշ հարց կա։ Խելքին մոտ բան ես ասում։ Ես կարծում եմ, որ այդ հավաքին պետքա բոլորով չգնալ։ Ինչի՞։ Մտածում ես ըստ հակար դա, հա։ Ավոն ուզում է բոլորիս հավաքի, որ գլուխները սուտի։ Այս իրավիճակում ամեն ինչ էլ հնարավոր է։ Ես մենակ կգնամ։ Չես եմ, դու մենակ չես գնա։ Ես քեզ մենակ չեմ թողի։ Միասին կգնանք։ Բայց դուք պատրաստ եղեք։ Որ հանկարծ հանգամանքներն հենց չգնացին։ Մենք պատրաստ ենք։ Բա հավաքի տեղը հայտնի է։ Չէ, լորդը ասեց հավաքից կես ժամ առաջ նոր կասեն։ Հետը հաստատ մի բան մոգոնել են, որ մինչև վերջի վարկյանը չեն ուզում ասեն հավաքի տեղը։ Չէ, պարտադիր չի։ Վերջի պահին են ասում, որ մենթերը չհասցնեն խանգարեն։ Վիգեն, Շավոյի հետ գնացեք մի քանի պինդ տղա վերցրեք ու սպասեք զանգից։ Զանգի Բոհանին ու Ջիվանին։ Ավոն ուզում է, որ բոլորը ներկա լինեն։ Բայց այս սիտուացիայում ճիշտ է, որ Ջիվանի ներկա գտնվել է հավաքին սեմ։ Հանկարծ մի բան նենց չբլթցնի։ Ջիվանի նյարդերը քարից ամուր է, դու հանգիստ մնա։ Իսկ եթե չեկավ, դրանով ավելի շատ կասկածի տեղիք կտա։ Զանգի։ Սոմ։ Գևորգ, ասեցիր մի ժամ։ Արդեն 2 ժամ անցել ու դու անգամ զանգերի չես պատասխան։ Ինչ ա եղել։ Գերհութ հետ ես վիճել։ Չէ։ Բա ինչու՞մն է խնդիրը։ Սոնա մամայի ու պապայի խոսակցությունն եմ լսել։ Ու ինչ ես լսել։ Պապան մեղադրում է, որ մաման է պատվիրել Ավոյի Ռազի սպանությունը։ Ինչ ես խոսում, Գևորգ։ Ոնց է դա հնարավոր կամ ինչ կապ ունի մաման այդ ամենի հետ։ Չգիտեմ։ Ավոյին ու Ռազին սպանել են։ Չէ, հրաշքով փրկվել են, բայց կիլերներից մեկը իրանց մոտ է ու շուտով պատվիրատուի անունը կիմանար, եթե արդեն չգիտեն։ Սաթեն, ասա, որ դու դրա հետ կապ չունես։ Սեմ, դու գիտես, ես երբեք չեմ երդվում։ Բայց հիմա դա կանեմ։ Առաջին ու վերջին անգամ։ Երեխաների սարևով եմ երդվում։ Ես դրա հետ կապ չունեմ։ Փաստորեն պապան սխալվել է։ Ու մաման ոչ մի կապ չունի այս ամենի հետ։ Եթե կապ չունի, որտեղից գիտի, որ Դավիթին սպանել է։ Ինչ Դավիթ։
Ում մասին է խոսքը։ Սոնա Ավոյի տղեն։ Ամբողջ ինտերնետը խոսում այն մասին, որ Ավոյի տղուն գողացել են։ Հասկացա, Գևորգ, ես էլ եմ լսել այդ մասին։ Բայց ոչ միտեղ չկա ինչ-որ ինֆորմացիա, որ այդ տղային սպանել են։ Ես էլ հենց այդ եմ ասում։ Դրանք պատահական գրակոծներ չեն։ Դավիթի սպանությունից մի օր հետո ընդամենը գրակում են Ավոյի ու այդ մյուս տղայի վրա։ Ես էլ էդ եմ ասում։ Փաստն է, որ մեզանից ոչ մեկը իրանց զակաշ չի տվել։ Սոնա, որտեղից մաման գիտի, որ Դավիթին սպանել են, եթե բոլորը խոսում են, որ ինքը ողջ է։ Մի րոպե, Գևորգ։ Կարող է ինչ-որ մի բան սխալ ես լսել կամ հասկացել։ Սոնա ասում եմ ամեն ինչ հստակ լսել եմ։ Գև, դու ես մասին ինչ-որ մեկին ասել ես։ Չէ, բնականաբար գժվել ես։ Ուրեմն ամեն ինչ պետք է մնա այնպես, ինչպես կա։ Ես կխոսեմ մամայի հետ ու կփորձեմ հասկանալ որտեղից գիտեն Դավիթի սպանության մասին ու եթե գիտեն, ինչ են բոլորից թաքցնում։ Մաման քեզ ոչ մի բան չի ասի։ Կասի։ Անկախ ամեն ինչից ինձ թվում է դու հասկանում ես, չէ՞, որ այս ինֆորմացիայով մենք չենք կարող ոստիկանություն գնալ։ Հա, հասկանում։ Դե վերջ։ Պայմանավորվեցինք։ Իսկ հիմա վերքած։ Գնանք հաց ուտենք, որովհետև սովից արդեն ուշադրված եմ։ Արման։ Քուրս նոր գնաց։ Հա, տեսա։ Ես ներքևն եմ մեքենայի մեջ։ Հիմա կբարձրանամ։ Լավ։ Երկու ամիս առաջ պատական Մոսկվայում գոհարին եմ տեսել։ Մարդու հետ էր։ Վիգեն ժամանակն մոռանաս այդ աղջկան։ Ու կյանքի նոր ընկերուի ինտրես քո համար։ Չի ստացվում։ Գլխիցս չեմ կարող հանել։ Իրա պատճառով է, որ ոչ մի աղջկա չեմ կարող մի օրից ավել շփվել։ Ուրեմն պետք է հետը խոսես։ Թեկուզ վերջին անգամ։ Սաղ հարցերիդ պատասխանները ստանաս ու փակես այդ էջում վերջնական։ Ես այդ հարցերի պատասխանները գիտեմ։ Առավոտը գնացել էինք ԶԱԳՍ։ Որոշել էինք, որ տնեցիք ինչ ասենք։ Ինչ-որ սյուրպիզ էինք որոշել անենք։ Հետո գոհարից SMS ստացա։ Ինչ էր գրել։ Գրել էր, որ չի ուզում կյանքը հանցագործի հետ կապի։ Որ վախում է ինձնից։ Իսկ դու փորձել ես այդ կապը հաստատես։ Խոսաս, համոզես։ Երկրից փախել էր։ Տնեցիք էլ տեղը չգիտեին։ Կամ գիտեին ուղղակի ինչ չէին ուզում ասել։
Այդ գյատու հետ էլ ամուսնացել էր, որ վերջնականապես հույսս կորցնում։ Ախպերս։ Դու ինձնից լավ գիտես, որ մարդ մի օրում չի փոխվում։ Գոհարա քեզ շատ լավ է ճանաչել դու ով ես։ 2 տարի իրար հետ շփվել եք։ 1000 անգամ քո տուն է եկել գնացել։ Ուրեմն ինչ-որ լուրջ պատճառ ա եղել, որ ինքը տենց անսպասելի թողել ու անհետացել է քո կյանքից։ Երևի, հնարավոր է։ Բայց մենք այդ հարցի պատասխանները տենց էլ չենք ստանում։ Կիմանանք, եթե դու ուզես։ Չեմ ուզում։ Բարեգուն ձեզ։ Շահոջանս երբ ես եկել։ Երեք։ Հավաքի տեղը հələ պարզ չի։ Եթե իմացա կգնաք մոտիկ միտեղ կլրվեք։ Հասկացա։ Հենց կանեք, որ ոչ մեկ ձեզ չտենա։ Չեն տենա։ Իսկ կոնկրետ մեզանից ինչ է սպասվում։ Սպասեք զանգից։ Եթե զանգեմ կմտնեք հորս մեկ էլ Սերգոյին կհանեք տեղից։ Մնացած սաղին կպարկասնեք։ Սաղին։ Սաղին։ Բայց հնարավոր է, որ այդ զանգի կարիքը չլինի։ Այդ խնդիր է քո համար։ Բացարձակ։ Սաղ կանենք։ Դե ուրեմն պայմանավորվեցինք։ Սպասեք զանգից։ Հարևաններից մեկն է տեսել, պատահական ու զանգել է քրոջս։ Արման, քույրդ կարող է պրոբլեմ դառնա մեր օպերացիայի համար։ Չէ, մանային ասել եմ, որ վաղը թռնում եմ Փարիզ։ Չգիտեմ, Արման, չգիտեմ, վտանգավոր է։ Եթե Կազումյանները պարզեցին, որ դու քույր ունես, ամեն ինչ կարող է բացահայտվի։ Մանեն գիտի ինչով եմ զբաղվում։ Ու նաև գիտի ինչ հետևանքներ կլինեն, եթե բացահայտվի իմով լինելը։ Դու չգիտես, Արման, թե ինչերի են ընդունակ Կազումյանները։ Ու ինչ ես առաջարկում։ Ես պետք է խոսամ քրոջդ հետ։ Նրա կարիքը չկա։ Չէ, կա, Արման։ Եթե նույնիսկ 1% հնարավորություն կա, որ Կազումյանները կարող են քրոջդ հայտնաբերել, ես չեմ կարող այդ վտանգը անտեսել։ Ու ինչ ես ասելու մանեին։ Ճշմարտությունը։ Նա պետք է քո լեգենդի մասը կազմի։ Չէ, Բորոյան։ Ես չեմ պատրաստվում քրոջս կյանքը վտանգել։ Նրա կյանքն արդեն վտանգված է, Արման, ինչպես որ քոնը։ Կամ նա դառնում է քո լեգենդի մի մասը, կամ ես դադարեցնում եմ օպերացիան։ Մտածի, Արման, մտածի։ Դու մինչև առավոտ ժամանակ ունես։ Thank you.
Ա